Չարենցը մահացավ 40 տարեկանում, բանտում, որտեղ էլ շարունակում էր ստեղծագործել։ Իզաբելլան, Չարենցի կինը, բանտից ստացավ ամուսնու սպիտակ եղենը լվանալու համար։ Պահնորդներից մեկը ծածուկ փոխանցեց նաև Չարենցի նամակը։ Այն նախատեսված էր Իսահակյանի համար և գրված էր մատիտով, սպիտակ թաշկինակի վրա։ Այնտեղ գրված էր Չարենցի վերջին բանաստեղծությունը։ Գրողը գրում էր. «Սիրելի ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն։ Ախ կուզեի ես ունենալ, գոնե մի երգ, այնքան ջերմին, որ գրեի խուղիս որմին և նա հավետ այնտեղ մնար, և սերունդներ այսպես զգայի և կարդային խուղիս որմին, սրտիս միակ երգը ջերմի և երգս այդ ես քեզ տայի»։ Բանաստեղծության տակ Չարենցի խոստովանությունն է. «Այս է սիրելի ավետիք, ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընդկճում և հոշոտում»։ Մեկնաբանության մեջ գրեք Չարենցի ձեր սիրելի բանաստեղծության տողերը։